Գելափը դատի է տվել Սամվել Կարապետյանին։ Իշխանություն լրատվականը Datalinx դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Գելափ International ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցիչը դատական հայց է ներկայացրել Ուժեղ Հայաստան դաշինքի վարչապետի թեկնածու Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ։ Հայցի հիմքում ընկած է մայիսի 14-ին Նազենի Հովհաննիսյանի հեղինակային «Կամուրջներ» հաղորդաշարի YouTube-յան ալիքում հրապարակված բացառիկ զրույց Սամվել Կարապետյանի հետ վերնագրով թողարկումը, որտեղ Սամվել Կարապետյանն անդրադառնալով Հայաստանում իրականացվող քաղաքական սոցհարցումներին ու դրանց արդյունքներին, կասկածի տակ էր դրել Գելափի հրապարակած տվյալների օբյեկտիվությունը, ակնարկելով, որ դրանք արվում են կոնկրետ քաղաքական պատվերների շրջանակում։ Հարցումներ կան, որ նույնիսկ ծիծաղել են, այսինքն արվում են մեկ մարդու պատվերով հիմնական հրապարակվող հարցումները։ Դա կոնկրետ քաղաքական տեխնոլոգիա է։ Թվերը հայտարարվում են պատվերով։ Հիմա նույն Գելափին ես կարող եմ պատվիրել հարցումներ, տալ իրենց սպասելիք գումարը, կանոնական բան։ Վաղը առավոտյան դուք տեսնեք, որ վաղը չէ, մի 5 օր հետո տեսնեք, որ մենք արդեն 70% ենք, քաղաքացիական պայմանագիրը 2%-ի սահմաններում է։ Նայած տրված գումարի չափից։ Ընկերությունը դատարանից պահանջում է պարտավորեցնել Սամվել Կարապետյանին հրապարակայնորեն հերքել վերջինիս արած հայտարարությունը հետևյալ ձևակերպմամբ. հերքում է, որ Գելափի կողմից թվերը հայտարարվում են պատվերով։ Հերքում է, որ կարող եմ գումարի դիմաց պատվիրել սոցիալական հարցումների նախընտրելի թվերով արդյունքների հրապարակում։ Ընկերությունը պահանջում է նաև Սամվել Կարապետյանից հօգուտ իրենց բռնագանձել 3 միլիոն դրամ, որպես զրպարտության միջոցով ընկերությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։